самый чувствительный вопрос до сих пор. Իհարկե, մինչև այժմ ամենազգայուն հարցը, մենք դա հասկանում ենք, մենք ձեզ հետ հաճախ ենք խոսում այդ մասին, այն ամենն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ ՀԱՊԿ-ի նկատմամբ հարցեր եւ որոշակի հավակնություններ կան։ Մենք ձեզ հետ մշտապես քննարկել ենք այս թեման, բայց կարծում եմ ակնհայտ է նաեւ, որ այն բանից հետո, երբ դուք 2022 թվականին Պրահայում ճանաչեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ՀԱՊԿ-ի կողմից միջամտելն այդ գործընթացին, որը ձեռք է բերել ներադրբեջանական չափում, պարզապես անհարմար հարց կլիներ։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերամիավորմանը, եթե այն համարենք Ադրբեջանի մաս, ես չեմ գնահատում դա լավ է թե վատ։ Խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից կարծում եմ դրանում իմաստ կար։ Եվ իդեպ այսօր ձեր եւ Ադրբեջանի նախագահի ջանքերի շնորհիվ կարծում եմ հաջողվել է հասնել հարաբերությունների կայունացման։ ԱՄՆ նախագահը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել դրանում։ Իմ կարծիքով տրանսպորտային ուղիներն ապաշրջափակվում են։ Այստեղ պարզապես պետք է փնտրել հարաբերությունների ամրապնդման հետագա ուղիներ։ Բայց կարծում եմ մենք այստեղ պետք է վերջակետ դնենք։ Ավելի լավ կլիներ, եթե սա չլիներ ներքաղաքական գործընթացի մաս, հատկապես նախընտրական արշավի ժամանակ։ Եվ վերջապես մենք Հայաստանում շատ ընկերներ ունենք։ Մենք դա գիտենք։ Ռուսաստանի դաշտությունում ավելի քան 2 միլիոն հայ է ապրում։ Մեր ՆԳՆ վիճակագրական տվյալները հենց այդ մասին են խոսում։ Եվ կան շատ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ են տրամադրված։ Անկեղծ կասեմ ձեզ, մենք ձեզ հետ այնպիսի երկխոսություն ունենք, որ միշտ խոսում ենք ազնիվ ու ուղղակի։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքի ընտրությունների ժամանակ։ Ոմանք, գիտեմ, գտնվում են անազատության մեջ, չնայած այն հանգամանքին, որ ունեն ռուսական անձնագիր։ Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք գոնե կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դուք հիշատակեցիք նախագահ Թրամփի անունը, ակնհայտ է, որ նա իր ավանդն է ներդրել այս գործընթացում, բայց ակնհայտ է, որ դուք նույնպես խաղացել եք եւ խաղում եք առանցքային շատ կարեւոր դեր հարաբերությունների կարգավորման գործում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ կապված հարցերին, ես արդեն շատ թափանցիկ եւ հրապարակային հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ արդեն խաղաղություն է հաստատվել։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ղարաբաղի հարցը մենք բազմիցս քննարկել ենք աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակային այդ մասին խոսել է։ Իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր խնդիրները երբեք չենք թաքցրել։ 2022 թվականին մենք ունեինք կոնկրետ իրավիճակ եւ իմ կարծիքով ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին։ Դա բերեց այն իրավիճակին, որն ունենք այսօր։ Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին պարզ պատճառով։ Մենք մինչև հիմա ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց հակառակ պայմանագրով ստանձնած պարտավորություններին։ Ինչ վերաբերում է մեր ներքաղաքական գործընթացներին, Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ մեզ մոտ փաստացի միշտ կան քաղաքական գործընթացներ։ Դա մեզ համար արդեն սովորական բան է։ Տարին երկու անգամ մեզ մոտ ընտրություններ են լինում, տեղական ընտրությունները նույնպես շատ քաղաքականացված են։ Մարդիկ քվեարկում են կուսակցությունների օգտին կամ դեմ։ Այո, կան քաղաքացիներ, ովքեր կարծում են, որ Հայաստանում չափից շատ ժողովրդավարություն կա։ Սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում փաստացի ընտրվում է վարչապետը։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն ռուսական անձնագիր ունեցող մարդիկ ըստ սահմանադրության չեն կարող լինել падգամավորի կամ վարչապետի թեկնածու։